Պարոն Կոնջարյան, պետություն եկեղեցի ճակերտավոր հակամարտության մասին է խոսք գնում եւ այդ համատեքստում Լևոն Տեր-Պետրոսյան առաջին նախագահը գնաց կաթողիկոսի մոտ իր աջակցությունը հայտնելու կաթողիկոսին, գուցե նաեւ նշված էր եկեղեցուն, ինչպես կմեկնաբանեք այս հակամարտությունը, պարոն Կոնջարյան, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ներգրավումը դրանում։ Գիտեք, երբ որ հանդիպում են ընտրապիղծը եւ սրբապիղծը, ինչ են իրար հետ քննարկում եւ ինչու են իրար աջակցում։ Ընտրապիղծը, որը որ պղծել է ժողովրդի ազատ ընտրությունը եւ գողացել է մարդկանց քվեն, եւ սրբապիղծը, որը որ պղծել է եկեղեցին ու գողացել է մարդկանց հավատը, իրենք ինչ են իրար հետ քննարկում։ Քննարկում են այն թե ինչպես Հայաստանում հեղափոխությունից հետո ժողովրդին վերադարձվեց ժողովրդից գողացված ընտրությունը, թե քննարկում են, թե ոնց անեն, որ ժողովրդից գողացված եկեղեցին հանկարծ չվերադարձվի ժողովրդին։ Ինչ վերաբերում է հակամարտությանը, իշխանության եւ եկեղեցու միջև չկա եւ չի կարող լինել հակամարտություն, որովհետեւ եկեղեցին մեր եկեղեցին է, ժողովրդի եկեղեցին է, մենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ մեծ սիրով եւ հարգանքով ենք վերաբերվում մեր եկեղեցուն, պարզապես մենք տեսնում ենք, որ եկեղեցու որոշ ղեկավար դասի որոշ ներկայացուցիչներ շեղվել են բարոյականության հիմնարար սկզբունքներից Գարեգին Բ-ի գլխավորությամբ եւ ըստ էության նրանք պետք է բացատրություններ տան եւ պիտի հետեւություններ արվի այս ամենից։ Պարոն Կոնջարյան, այստեղից երկու հարց ծնվում, նախկինում դուք չգիտեիք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծարար է, երբ ձեր թիմից շատերը եւ այդ թվում վարչապետը աջակցություն էին հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչու հիմա հիշեցիք։ Միշտ էլ հիշել ենք, միշտ էլ խոսել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք տեղի ունեցող ընտրախախտումների մասին, մշտապես եթե նայեք մեր քաղաքական թիմի անդամների շատերը խոսել ենք այն մասին, որ ըստ էության Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է հիմնադրվել ընտրակեղծարարության արատավոր մեխանիզմը եւ դրա մասին երբեք չենք դադարել խոսել եւ բնականաբար երբ որ առիթ լինում է նորից հիշեցնում ենք այդ մասին։ Եվ եկեղեցին նշեցիք, որ պետք է վերադարձվի, հա, դիմադրում են, որպեսզի չվերադարձվի ժողովրդին, ինչպես պետք է դա տեղի ունենա, պարոն Կոնջարյան, որովհետեւ գիտենք, որ իրավական մեխանիզմները չկան դրա, թե ինչպես պետք է պետությունը վերադարձնի եկեղեցին ժողովրդին։ Մենք ապավինում ենք Գարեգին Բ-ի եւ որոշ բարձրաստիճան հոգեվորականների բարոյական նկարագրին եւ մենք ապավինում ենք այն բանին, որ իրենք իսկ կարերեսվեն այս իրողության հետ։ Գարեգին Բ-ն ակնհայտ է, որ ունի զավակ եւ խախտել է կուսակրոնության ուխտը եւ դա նշանակում է, որ նա ի սկզբանե չէր կարող ընտրվել լինել եպիսկոպոս, arczepiskopos եւ ըստ այդմ նաեւ ընտրվել կաթողիկոս եւ նա պիտի այդ բացատրությունը տա, նա պիտի պատասխանի այդ հարցին, որովհետեւ այդ հարցից խուսափել հնարավոր չէ եւ որքան որ Գարեգին Բ-ն շարունակի խուսափել այս հարցին արձագանքելուց, այնքան նա ամեն օր կորցնում է հոգևոր առաջնորդության սեփական լեգիտիմությունը, որովհետև գիտեք, Գարեգին Բ-ին եւ Հայաստանի նախկին նախագահներին մի բան է միավորում, նրանք երբեք չեն սիրում, որ իրենց հարցեր են տալիս։ Երբ որ հարցադրումներ են անում իրենց գործելավոճի, պահվածքի, բարոյական նկարագրի մասին, նրանք չեն սիրում։ Ու հիմա երբ որ հարց է տրվել Գարեգինին, դու խախտել ես կուսակրոնության ուխտը, թե չես խախտել։ Մենք լսում ենք ամենատարբեր զառանցանքները, որ մեկն ասում է, որ հարցը նման հարց պետքա չլինի։ Հարցը լեգիտիմ չի։ Մեկն ասում է, որ հարցը պիղծ հարց է։ Մյուսն ասում է, որ չպիտի կենտրոնանանք սրա վրա։ Մյուսն ասում է, ոնց դուք եկեղեցու դեմ եք դուրս եկել։ Չէ, եկեղեցու դեմ ոչ ոք դուրս չի եկել։ Կան հարցեր, որոնք պետքա պարզաբանվեն եւ պարզվում է, որ մեր ամբողջ հանրությանը այս հարցերը հետաքրքրում են։ Պարոն Կոնջարյան, ապավինեն մեկ մարդու բարի կամքին, ով դեմ է գնացել սեփական տված ուխտին, արդյոք միամիտ մոտեցում չի ձեր կողմից։ Դե գիտեք, ես կարծում եմ, որ մենք պիտի ամեն դեպքում ապավինենք մի մարդու բարոյական նկարագրին, ով այսքան տարի հանդիսացել է կաթողիկոս եւ իրականացրել է հայ ժողովրդի հոգեվոր առաջնորդությունը եւ այդ առաջնորդությունը ենթադրում է նաեւ առերեսվել դժվար խնդիրներին, դժվար հարցերին եւ որոշումներ կայացնել։ Առաջնորդությունը միայն արտոնություն չի, առաջնորդությունը միայն կրեդիտներ չեն, առաջնորդությունը նաեւ պատասխանատվություն է, որտեղ որ մարդը եթե չի կարողանում փարատել իր իսկ հոտի արչեւ եղած ուրեմն կասկածները, ապա նա պիտի քայլեր եւ գործողություններ անել, որովհետեւ ի վերջո ում է պետք, որ դու նստած լինես մի գահի, որի շուրջ
մարդիկ չունեն վստահություն եւ այդ հոգեվոր առաջնորդության գահին, որ հիմա ինքը նստած է, բայց ժողովուրդը չունի վստահություն իր նկատմամբ, ժողովուրդը չունի վստահություն այդ հոգեվոր առաջնորդության նկատմամբ, ում է պետք ընդհանրապես այդ առաջնորդությունը, որովհետեւ դու պիտի լինես այնպիսին արդեն, ինչպիսին որ ուզում ես մարդկանց դարձնել։ Եթե դու այնպիսին չես, ինչպիսին ուզում ես մարդկանց դարձնել, դա փարիսեցիություն է։ Դա կեղծ բարեպաշտություն է եւ մարդիկ 21-րդ դարում տեղեկատվական հոսքերի այս ժամանակաշրջանում այդ ամեն ինչը տեսնում են։ Գուցե 16-րդ դարում հնարավոր լինել հպատակներից թաքցնել տեղեկատվական հոսքերը, բայց 21-րդ դարում մանավանդ ժողովրդավարական Հայաստանում մարդիկ հպատակ չեն, մարդիկ ինքնիշխան քաղաքացիներ են։ Եվ ահա նաև սա է միավորում նախկին հանցավոր ղեկավարներին եւ Գարեգինին, որովհետև նրանց շահերից է բխում, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, որին հնարավոր կլինի շահագործել եւ ֆիզիկապես եւ հոգեպես, ինչը որ իրենք արել են, ֆիզիկապես շահագործել են, հարստահարել են, թալանել են, հետո Գարեգինը գնացել կանգնել է այդ նախագահների կողքին, եկեղեցու լեգիտիմությամբ նրանց օծել է եւ տեղափոխել է եկեղեցու, այսպես ասած, ռեյտինգ չունեցող եւ լեգիտիմություն չունեցող նախագահների վրա, հետո բնականաբար փոխադարձ շահերի այդ քաղաքական բարտերի մեջ դա է եղել, այսինքն նախագահները, որոնք չունեին ժողովրդական լեգիտիմություն, կաթողիկոսին եւ իր շրջապատին տվել են ֆինանսական եւ ամենատարբեր արտոնություններ, կաթողիկոսն էլ, որը ուներ իդեմս եկեղեցու հանրային լեգիտիմություն, եկեղեցու հանրային լեգիտիմությամբ օծել է, հա, այսպես ասած, ժողովրդական լեգիտիմություն չունեցող նախագահներին։ Սա եղել է պարզ քաղաքական բարտեր, որտեղ որ գլխավոր դուժող կողմը ժողովուրդն է եղել, որտեղ որ հարստահարվողը ժողովուրդն է եղել։ Հիմա ժողովուրդը ինքնիշխան քաղաքացի է եւ հենց այս փաստի հետ է, որ չեն կարողանում հաշվի նստել ինչպես նախկին նախագահները, այնպես էլ Գարեգին բն։ Պարոն Կոնջյան, այդ արտոնություններից զրկվելու հետևանքեր, որ եկեղեցին մուտք գործեց քաղաքականություն, հենց անմիջապես արդեն նախորդ տարվանից։ Եթե կային այն ժամանակ հայտարարություններ, հրաժարականների պահանջներ, ապա նախորդ տարվանից սկսած arczepiskoposi գլխավորությամբ շարժում սկսեց։ Նախ ես ուզում եմ ասել, որ եկեղեցին չի, որ ներգրավել է քաղաքականության մեջ, եկեղեցու առանձին հոգևորականներ եւ հոգևոր պետեր ներգրավել են։ Եկեղեցում կան շատ բարեպաշտ առաքինի հոգևորականներ, ովքեր իրենց ծառայությունը այսօր անում են եւ ես պիտի ասեմ, որ մենք չափազանց մեծ ակնածանքով ենք նրանց վերաբերվում։ Բայց հարցը հետեւյալն է, որ հեղափոխությունից հետո եկեղեցու սպասավորների այդ խումբը ինքը արդեն պիտի զբաղվեր իր հոգևոր առաջնորդությամբ, որովհետև չկային էլ նախկին բարձրաշխարհիկ կապերը, թայֆայական մտածողությունը, արքունական ուրեմն շրջապատը, որը որ նրանց տալիս էր այս կամ այն արտոնությունները, դրանք չկային, բիզնեսը չկար, տնտեսական գործունեությունը չկար եւ պետք էր զբաղվել նրանով, ինչով որ իրենք կոչված են, որ պիտի զբաղվեն։ Երբ որ նրանք դա հասկացան եւ տեսան, որ Հայաստանում էլ կա լեգիտիմ իշխանություն, որը որ կարիքը չունի, որ այդ որոշ սրբազանները գան եւ իրենց լեգիտիմությամբ օծեն այս իշխանությանը, նրանք հասկացան, որ իրենց ապրանքը այլևս գնորդ չունի եւ սկսեցին իսկ ինչ պիտի իրենք անեն, պիտի փորձեն հետ բերել նախկին գնորդներին, որովհետեւ Գարեգին բին պետք է նախորդ իշխանությունը։ Այո, որովհետեւ Գարեգին բին պետք է կենսականորեն պետք է, որ Հայաստանում լինի ապօրինի իշխանություն, որին որ ինքը կարողանա վաճառել սեփական ապրանքը, այդ ապրանքը որն է, այդ ապրանքը եկեղեցու ռեյտինգն է։ Այդ որ ընդդիմադիրներն ասում են, եկեղեցին այսքան ռեյտինգ ունի, այսքան ռեյտինգ ունի, այսքան ռեյտինգ ունի, իրանք այդ ռեյտինգը ուզում են մոնետիզացնեն։ Այդ ռեյտինգը իրանք մոնետիզացրել են, կապիտալիզացրել են, ռեյտինգը օգտագործել են հանուն սեփական գողապետության, հիմա չեն կարողանում օգտագործել, որովհետև հիմա ռեյտինգը որոշում է ժողովուրդը իր ազատ կամարտետությամբ եւ քվեարկությամբ, որովհետեւ կա լեգիտիմ իշխանություն։ Այս է պրոբլեմը։ Նախորդ իշխանություններին հետ բերելու կոնտեքստում, պարոն Կոնջոյան, հիմա իմպիչմենտի գործընթաց են սկսել, գիտենք, որ ձեր խմբակցությունից դուրս եկած падգամավորները սկսեցին ու Էդմոն Մարուքյանին առաջադրեցին, որ ինչի միացավ խորհրդանական ընդդիմությունը, հիմա արդեն Հանրապետական կուսակցությունը կոչ արեց պատիվ ունեմին, պատիվ ունեմն էլ անցալով ՀԿ-ի կոչը նոր տեխնազոյ առաջադրում Դավիթ Համբարձումյանին այս մասին ինչ կասեք։ Գիտեք, դա մեռելածին գործընթաց է, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, այս impeachment կոչված գործընթացը, դա մեռելածին process է, քաղաքականապես դա ոչ մի հեռանկար չունեցող process է։ Այդտեղ ավելի շատ ընդդիմության մատի եւ մատանու արանք չմտնելու խնդրեմ է, ընդդիմությունը ինքը իր ներսում խնդիր ունի ավելի լավ ընդդիմություն ձևավորելու, այնտեղ հիմա մրցավազք հաջորդ տարվա ընտրություններից առաջ թե ով է ավելի ընդդիմադիր, թե ով կարող է հավակնել ընդդիմադիր ընտրազարգվածի, սա իրենց ներսում մրցակցություն է, որը որ քաղաքական ոչ մի հեռանկար չունի, սա իրենց ներսում հերթական աճ պարարությունն է, որը որ իրանք մշտապես զբաղվել են, եւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչյանը իրենք քաղաքական աճ պարարությամբ են զբաղվել երկար
տարիներ իրանք իրական քաղաքականությամբ չեն զբաղվել, որովհետև երբ որ իրական քաղաքականությունը որն է, հրապարակային քաղաքականությունն է։ Հրապարակային, երբ որ բոլորը տեսնում են ուղիղ եթերով, երբ որ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչյանին բերում ես ուղիղ եթեր, խոշորացույցի տակ, նրանք փլվում։ Դրա համար վախենում են գնալ բանավեճից։ Նույնը վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իրանք սովոր են, որ քաղաքականությունը լինի կուլիսների հետևում, որտեղ որ ժողովուրդը չի տեսնում, թե իրանք ինչ են անում։ Դա մաֆիոզական սխոդկայի բնորոշ գողական մտածողությամբ քաղաքականություն ա եղել, որից որ մենք ազատվել ենք։ Հիմա մենք ասում ենք քաղաքականությունը հրապարակային է, ուղիղ եթերով, եկեք խոսանք։ Չեն գալիս, որովհետև վախենում են։ Կոչ են անում, որ ՀԿ-ն դուրս ասում է, որ մինչև ընտրություններ պետք է հարցը լուծել, այսինքն փողոցով, նաև arczepiskop Կարստանյանն էլ ասում է, որ օրերի հարց է փողոց դուրս գալ, այսինքն սպասենք այդ նախկին իշխանություն եւ եկեղեցու հոգեվորականներ միավորմանը փողոցում։ Գիտեք, ես կարծում եմ, որ իրենք իրար հետ մշտապես միավորված են եղել, որովհետև քաղաքական իմաստով իրենք սպասարկել են նույն շահը, ես էլի եմ ասում, տեղի է ունեցել տասնամյակներ շարունակ, կայացել է եկեղեցու որոշ ղեկավարների եւ օլիգարխիայի միջև մի սրբապիղծ ամուսնություն։ Այդ սրբապիղծ ամուսնության արդյունքում ծնվել է մի այլանդակ համակարգ, որը որ շահագործել է հայ ժողովրդին եւ ֆիզիկապես, եւ հոգեպես։ Ֆիզիկապես շահագործել է նրան հարստահարելով, գողանալով, թալանելով, հոգեպես շահագործել է նրան պահելով հպատակի կարգավիճակում եւ աջակցելով գողապետական իշխանությանը, թույլ չտալով, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի լեգիտիմ իշխանություն, որտեղ որ ժողովուրդը կլինի կիրականացնի իր կամարտահայտությունը եւ իշխանությունը կպատկանի ժողովրդին։ Հիմա քանի որ այդ սրբապիղծ ամուսնությունը այլևս լուծ արվել է հեղափոխությունից հետո, իրանք փորձում են նորից ապահարզանը հետ բերել։ Լուծ արվել է թե ուղղակի իշխանությունից է զերկվել, որովհետեւ դե կարող են նկատի ունեմ այդ լուծ արվել է այն տեսանկյունից, որ իրենք այլևս ռեսուրսների չեն տիրապետում եւ բնականաբար հիմա պիտի փորձեն հետ բերել այդ համակարգը, ինչը որ չի լինելու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ եթե հոգեվոր դասի ղեկավարները սա չհասկանան, սա հղի է լինելու այն հետևանքով, որ իրենք կորցնելու են նաև հոգևոր առաջնորդության լեգիտիմությունը իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Պարոն Կոնջյան, վերջին հարցս Դավիթ Համբարձումյանի առաջադրումը ՀՀԿ-ի կողմից ակնհայտ է, որ նա այն ֆիգուրը չէ, որ ՀՀԿ-ն պետք է առաջադրեր եւ դրա շուրջ կարող է կոնսոլիդացիա լիներ։ Իսկ ՀՀԿ-ն ինչ ֆիգուր ունի։ ՀՀԿ-ն ֆիգուր չունի, որ մի հատ էլ առաջադրի։ ՀՀԿ-ն եւ ընդհանրապես նախկին իշխանությունները քաղաքական դամբարանից կարող են հանել, պեղել, բերել տարատեսակ բրածոներ, որ դրանք քաղաքականության մեջ ինչ որ կարճաժամկետ պրոցեսներ գեներացնեն իրենց ներսում ընդդիմադիր ճամբարում, բայց իրական քաղաքականության մեջ ժողովրդական մակարդակում ոչ ՀՀԿ-ն, ոչ Քոչյանը, ոչ Սերժը իրենք քաղաքական ոչ մի պոտենցիալ չունեն եւ չեն կարող որևէ քաղաքական պրոցես գեներացնել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։